Երրորդ հարցը դրել ենք այսօր Երևանի քաղաքապետարանում ավագ նիստեր, հա, պետք է քննարկվեր տրանսպորտի խնդիրները եւ նոր ավերջացել այդ, հա, նիստը, ես խնդրեմ հենց միանգամից սկսենք այն վերջից, էլի, ամենագարячие новости, որ ասում են, էլի, ինչ որոշեցիք, ինչ քննարկեցիք, ինչ եղավ նիստի ժամանակ։ Շատ այսպես կուրիոզային եւ աննախադեպ պատմություն ստացվեց, մենք ականատեսը դարձանք աննախադեպ ճողոպրանքի, փախուստի, հայտնի ֆիլմի տարբերակով չէր, բայց այդ փախուստը շոու շենքից չէր, այլ քաղաքապետարանի շենքից էր։ Մի փոքր նախաբան ներկայացնեմ, մենք 17000 քաղաքացու ստորագրությամբ նախագիծ էինք մտցրել քաղաքապետարանի համապատասխան բաժին, որպեսզի ավականու նիստերի օրակարգում քննարկվի քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված մեր ներկայացրած նախագիծը։ Մեր պարագայում մենք հիմնավորումներով ներկայացնում ենք, որ տրանսպորտի գինը չի կարող լինել ավել քան 100 դրամը, որովհետև տարբեր հաշվարկներով, պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից ունեցած տարբեր հաշվարկներով այդ գինը տատանվում էր 65-70, ամենաշատը, այսպես ասած, 82 դրամի, 93 դրամի սահմաններում, բայց որևէ պարագայում չէր անցնում 100 դրամը, եւ 17000 քաղաքացու ստորագրությամբ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ներկայացրեցինք նախագիծ, որին փաստորեն քաղաքացիներն էին համահեղինակ դարձել։ Քաղաքային իշխանությունը արհամարեց 17000 քաղաքացու ստորագրությունը եւ որոշեց բարես բուն իմաստով փախչել, ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, փախչել նիստերի դահլիճից։ Նիստերի դահլիճից դուրս եկան քաղաքացիական պայմանագիր ներկայացնող ավականու անդամները եւ հանրապետություն խմբակցության ավականու անդամները եւ վարողը ներառյալ, այսինքն չկար քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողը, չկար նրան փոխարինողը, ընդհանրապես դահլիճը դատարկվեց իշխող կոալիցիա կոչվածից, որից հետո մենք օրենքով սահմանված կարգով արդեն անցկացրեցինք նիստ, որը իրավազոր էր, որովհետև առավոտյան արդեն քվորում ապահովել էր, որը վարեց տարիքով ավագ պատգամավորը, տվյալ դեպքում Սամվել Հարոյանը, որը Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչը, եւ նիստի վարողը ինձ ձայն տվեց եւ ես ներկայացրեցի նախագիծը։ Ինչու փախան, որովհետև բովանդակային դաշտում որևէ հակափաստակ չէին կարող ներկայացնել, փախան, որովհետև ես ցույց էի տալու իրենց իսկ ունեցած կոռուպցիան, որը տարեկան մինչև 30 միլիոն դոլար է հասնում։ Խնդրում եմ, սա քաղաքացիները ֆիքսեն։ Հիմա, քանի որ իրենք փախել են, ճողոպրել են, այլևս որևէ ձևով չեն կարող արդարանալ։ Ես պնդում եմ, որ քաղաքային տրանսպորտի գինը կարող է տեղավորվել 100 դրամ մետրոյի եւ ավտոբուսի պարագայում եւ դա իրենց իսկ ներկայացրած թվերով, տրոլեյբուսի գինը կարող է մնալ 50 դրամի սահմաններում, ստվերային տնտեսությունը քաղաքային տրանսպորտի ոլորտում ավելի քան 50% է եւ կազմում է տարեկան մինչեւ 30 միլիոն դոլար։ Դատախազությունը, համապատասխան մարմինները պետք է հիմք ընդունեն իմ այս հայտարարությունները եւ քրեական գործ հարուցեն քաղաքային իշխանության դեմ։ Եթե իրենք ասելիք ունեին, թող մնային եւ հակափաստարկներով, այսպես ասած, ջախջախիչ հարված հասցնեին մեր փաստարկներին։ Դա իրենք չարեցին, փախան նիստերի դահլիճից եւ հիմա փաստորեն 17000 քաղաքացու ստորագրությամբ նախագիծը, որը աննախադեպ էր եւ նոր մշակույթ էր մտցնում մեր քաղաքական կյանքում, արժանացավ այս ճակատագրին։ Դրա համար էլ մենք մեր ասածը ասեցինք եւ երկրորդ աննախադեպ բանը ստացանք, երբ որ քաղաքային իշխանությունը լքում է դահլիճը եւ սա շատ խորհրդանշական դարձավ։ Ես առաջին անգամ եմ մտնում այդ դահլիճ եւ չկարողացա տեսնել որևէ մեկին շնչավոր, որը կներկայացնի իշխանությունը եւ երբ որ իրենց անվանում էին դատարկ ուսապարկեր, իրենց բնութագիրն եմ տալիս, այսուհետ մենք կարող ենք իրենց նաեւ որպես դատարկ աթոռներ ներկայացնել։ Ուզում եմ հարցնել այդ 17000-ը բավարար քանակ է, թե ոչ, այսինքն ինչ է նախատեսում օրենքը, ինչքան մարդու ստորագրությամբ կարելի է դիմել եւ երկրորդը տեսեք արդեն ինչքան ժամանակ է չենք նկատում, որ կա այդ նույն կոչով, որ հանդես են գալիս չվճարել 100 դրամից ավել եւ կարծես քաղաքացիները հարմարվել են ճակերտավոր տալիս են կամ չեն տալիս, բայց չկա այդ աղմուկը, չկա, դադարել է։ Ինչով սա կբացատրեք։ Մարդիկ հարմարվել են 150 դրամին,
թե իշխանություններն են հարմարվել 150 դրամին, ոնց կբացատրեք։ Նախ համաձայն չեմ ձեր հետ, որ չկա առնվազն Մայր Հայաստան խմբակցության մասով դուք ամենօրյա ռեժիմով կարող եք տեսնել, որ մերոնք բոյկոտի կոչը անում են եւ մասնակցում են բոյկոտին։ Այլ բան է, որ լրատվամիջոցները միգուցե այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում դրան, բայց մերոնք ամենօրյա ռեժիմով դա անում են։ Մայր Հայաստանի անունից առնվազն կարող եմ դա ասել։ Ի վերջո կարելի է մտնել մեր Facebook-յան էջերը եւ տեսնել այն գործողությունները, որ իրականացվում են։ Երկրորդը քաղաքացիները չեն համակերպվել, բայց քաղաքացիների մի մասը գտնում է, որ այսպես ինչ-որ խնդիրներ կարող է առաջանալ իր համար, որովհետեւ մենք ապօրինություններ ենք տեսնում նաեւ վարորդների հրահանգները, որ տրվում են մյուս գործողությունները։ Այս առումով քաղաքացիները միգուցե խուսափում են այդ կոնֆլիկտային իրավիճակից կամ համակերպվել են, որովհետև ի վերջո ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում մերը, չունի այդքան հնարավորություն, որ ենթադրենք մի քանի 100 ավտոբուսի ծածկույթ ապահովի առավոտից մինչև երեկո։ Օբյեկտիվորեն մենք քաղաքացիներին ներկայացնում ենք պատկերը։ Հիմա էլ ավելի մեծ փաստարկներ ունեն քաղաքացիները չվճարելու, որովհետև ես հիմա պաշտոնապես ասում եմ, մեր ներկայացած տվյալներով 65 դրամի շրջանակներում է գինը, որը նստում է դա չհաշված դոտացիան։ Հիմա եթե իրենք հակառակն էին պնդելու, թողային մասնակցային նիստին եւ ներկայացնեին իրենց տեսակետները, բայց մեր տվյալները հիմնված էր պաշտոնական այն տեղեկատվության վրա, որ մենք ստացել ենք Երևանի քաղաքապետարանից։ Հիմա սա արդեն սոցիալական խնդրից վերածվում է բարոյականության եւ արժանապատվության ու թասիբի խնդրի։ Քաղաքացիները տեսան, որ իրենց ստորագրած նախագիծը արհամարվեց քաղաքային իշխանության կողմից եւ քաղաքացիները տեսան, որ մեր փաստարկներին գնի վերաբերյալ որևէ հակափաստարկ չհնչեց։ Մեր նախագծով 100 դրամից ավել պետք է չլիներ տրանսպորտը, իսկ եթե օրական 4-ից ավել անգամ էր օգտվում քաղաքացին, ինքը կարող էր որոշել ձեռք բերել փաթեթ եւ ստանալ ավելի էժան տարբերակ, քան 100 դրամն է։ Մենք դրա հիմնավորումները տալիս ենք։ Ես ենթադրում եմ, որ իրենք պետք է իրենց փաստարկներով ասեին, չէ, ինքնարժեք 230 դրամ է օրինակ ու հնարավոր չէ ձեր ասած գները։ Ես էլ ինքս պատրաստվել եմ, որ ներկայացնեն մեր թվերը հիմնված պաշտոնական են աղբյուրների վրա, որը կա, բայց իրենք ուղղակի փախան այդտեղից։ Ինչ վերաբերում է ստորագրությունների քանակին, օրենքով սահմանված կարգով Երևանում գրանցված եւ ընտրական իրավունք ունեցողների 1%-ի չափով ստորագրությամբ քաղաքացիները կարող են նախագիծ ներկայացնել Երևանի ավականու նիստին։ 1%-ը դա կազմում է 82,000-ի կարգի։ Մենք հավաքել ենք կրկնակ, այո, 1%-ը, չէ, 1%-ը 820,000-ի կարգի ընտրող կա, 8200 Հա, 8200, կներեք, 8200 1%-ը կարող էր կազմել 820,000-ի պարագայում, մենք հավաքել ենք կրկնակից ավելին։ Պրոցեդուրալ առումով մենք հիմա ճիշտ ասած մի քիչ իրավական կազուս է առաջացել, որովհետև բացասական եզրակացության դեպքում մենք ունենք էլի օրենքով սահմանված կարգով հնարավորություն գնալ 10%-ի հետևից ստորագրությունների, այդ տվյալ դեպքում արդեն 82,000-ի եւ հարցը մտցնել հանրաքվեի։ Հիմա իրենք ճողոպրեցին, ես ենթադրում եմ, որպեսզի կազուս առաջացնեն իրավական, որպեսզի այդ հարցը հանրաքվեի չմտնի, թե ինչ կլինի հետագայում, մի հատ իրավաբանների հետ կճշտենք, բայց ամեն դեպքում քաղաքացիները հիմա մեծ հանգիստ, այսպես ասած, խղճով կարող են բոյկոտել, որովհետև բոյկոտը դառնում է 100%-անոց լեգիտիմ։ Փաստարկներ չեն հնչել հակառակ եւ իշխանությունը փախել է քննարկումից։ Դրանից ավել բան ես չեմ պատկերացնում, ընդ որում իրենք միշտ խոսում էին, չէ, հերվից հեռու որոշում էին, որ այսպես ասած պոպուլիզմ է մեր ասածը եւ այլն, իրենց է ճիշտ հաշվարկ է։ Ես սպասում եմ, որ իրենք ինչ-որ բան էին ներկայացնելու, չեղավ։ Խայտարակություն ուղղակի, խայտարակություն քաղաքապետարանում, ավականու նիստերի դալիճը դատարկ աթոռներ էր ներկայացրել իդեմս իշխանությունների։ Այս հարցը բարձեցինք, շարունակություն կունենա, մենք հետևենք այդ ամեն ինչին, նոր է սկսվում այս ամեն ինչ պատմությունը։ Հիմա անցնենք այն մեր երկու մյուս հարցերին, մեկը որ մարտի 21-ին Հայ Հայաստան, հա, դաշինքը Գյումրիում անցկացնելու այդ, հա, անցկացնում է ռուսաստանցի փորձագետների հետ եւ տեղի գործական շրջանակների հետ, շրջանակների ներկայացուցիչների հետ, հա, համատեղ կոնֆերանս, ֆորում, տնտեսական ֆորում։ Տնտեսական ֆորում, խնդրեմ մի հատ պատմեք դա ինչի մասին է, ինչ ֆորում է եւ ինչ սպասելիքներ կան։ Ну, երևի գիտեք, որ Սուխոյ պորտի նման չի լինելու, չէ՞, որ շնամ սկզբից եմ ասում։ Չէ, Սուխոյ պորտը իրենցն է, 4 գլուխներն էլ իրենք են փաստորեն դատար կաթոռների հետ միասին։
ովքեր որ ներկայացնում են, տեսեք, Կարեն Սիմոնյանը, որը մեր թիմակիցն է եւ հիմա գլխավորում է Մայր Հայաստան Դաշինքի ցուցակը Գյումրու ավականու ընտրությունները, մինչեւ ընտրությունները նախաձեռնել էր քննարկում Գյումրիի զարգացման հետ կապված։ Դա ամիսներ առաջ էր։ Մասնագիտական քննարկում է տեղի ունեցել։ Այդ մասնագիտական քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ Գյումրին զարգանալու եւ իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական գոտի, ընդ որում դա, այսպես ասած, գիտական կամ պրակտիկ նորույթ չէ այդ գաղափարը։ Այդ գաղափարը քննարկվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո տարբեր փուլերով, տարբեր ձևերով։ Վերջին անգամ կառավարությունը 2019 թվականին է որոշում կայացրել, որ պետք է ազատ տնտեսական գոտի հիմնել, բայց ձեռքերը լվացել ու մի կողմ են քաշվել, որովհետև գործնական քայլեր չեն կիրառվել։ Կարող ենք ասել, որ օբյեկտիվ պատճառներ կային կամ սուբյեկտիվ պատճառներ կային, օբյեկտիվը 2019-ից հետո կոവിഡ്ի եւ պատերազմի հանգամանքը, սուբյեկտիվը կառավարչական սխալ որոշումների կառավարությունը եւ կառավարության կողմից համապատասխան ցանկության, վճռականության կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։ Այս առումով մենք ուրեմն ազատ տնտեսական գոտու մեր մոդելն ենք ներկայացրել, հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները։ Առաջինը Գյումրին ունի համապատասխան եւ բարոյական եւ սոցիալական առումով այդ իրավունքը, որպեսզի իր տարածքում հիմնվի այդ զարգացման հնարավորությունը եւ մենք վերջապես ազատվենք աղետի գոտի պիտակից։ Երկրորդը աշխարհագրական դիրքը Գյումրիի ռազմավարական նշանակություն ունի եւ այդ առումով Գյումրին կարող է իրոք որպես հյուսիսային մայրաքաղաք, այսպես ասենք, լոկոմոտիվի ֆունկցիա կատարի տնտեսական զարգացման առումով ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ Հայաստանի համար։ Երրորդ հանգամանքը համապատասխան աշխատուժի արկայությունը, որը շատ արագ կարող է տրանսֆորմացվել իր որակներով եւ մատակարարել աշխատակիցներ, աշխատուժ այն գործարանների եւ այն արտադրությունների համար, որը ենթադրվում է, որ պետք է լինի ազատ տնտեսական գոտու հիմնումից հետո։ Երրորդ հանգամանքը, որը կա, որը նպաստում է, որպեսզի մենք Գյումրիում հենց պատկերացնենք ազատ տնտեսական գոտին, դա բացի ծովայինից տրանսպորտային բոլոր միջոցների արկայությունն է։ Կա երկաթգիծ, կա օդանավակայան եւ կա հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հանգույցային այդ հատվածը, որը Գյումրիով է հենց անցնում, եւ չորրորդ հանգամանքը եւ իր ռազմավարական նշանակությունը եւ անվտանգային առումով եւ տնտեսական առումով եւ սահմանակից լինելը, մոտ լինելը Վրաստան, Թուրքիա, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով մենք կարծում ենք, որ Գյումրիում կա հնարավորություն ազատ տնտեսական գոտու հիմնման։ Մեր առաջարկի մեջ օդանավակայանին կից տարածքում կարող է լինել լոգիստիկ կենտրոնը, որը ազատվում է շահութարկից եւ ավելացված արժեքի հարկից, երբ որ արտահանման ուղղված գործողություններ են կատարվում ազատ տնտեսական գոտու հիմնումից եւ այնտեղ գործունեություն ծավալելուց հետո, եւ Մարմարաշենի ճանապարհին ենք մենք տեսնում, որ 300 հեկտար հատված կա, որտեղ համապատասխան ներդրումներից հետո ենթակառուցվածքները ստեղծելուց հետո ակնկալվում է, որ կարող է լինել մոտ $500 միլիոն ներդրում սկզբնական եւ դա կարող է բերել 15000 նոր աշխատատեղերի ստեղծման։ Իդեպ ասեմ, մենք մինչև այդ ծրագրի հրապարակայնացումը նաեւ որոշակի քննարկում ենք ունեցել մեր ռուս գործընկերների հետ մասնագիտական եւ նաեւ բիզնես շրջանակների հետ, օգտագործելով նաեւ մեր կապերը եւ նախնական նաեւ հավանություն ենք ստացել։ Սրան գումարել ենք նաեւ ազատ քաղաքի գաղափարը, որը չինական մոդելն է վերցված։ Ազատ քաղաքի գաղափարը դա այսպես կոչված հարկային դրախտավայրն է, այդպիսի տերմին է ուղղակի օգտագործվում Չինաստանում, երբ որ տվյալ քաղաքում գրանցված, տվյալ քաղաքում գործունեություն վարող եւ միայն տվյալ քաղաքի բնակիչներով հաշվառված բնակիչներով ֆիրմաները որոշակի հարկային արտոնություն են ստանում համապետական մակարդակի։ Մեր պարագայում մենք հաշվարկել ենք, որ պետք է 50% արտոնություն ստանա Գյումրիում գրանցված, Գյումրիում գործունեություն իրականացնել եւ Գյումրիի հաշվառում ունեցող աշխատակիցներով համալրված ձեռնարկությունը, ինչ ենք նկատի ունենում 50%, դա վերաբերելու է շահութարկին, դա վերաբերելու է ավելացված արժեքի հարկին, դա վերաբերելու է շրջանառության հարկին։ Համապետական մասշտաբով ինչ հարկային դրույքաչափ որ գործի, դրա 50%-ի չափը պետք է կիրառվի Գյումրիում եւ մենք այդ պրոյեկտը պատկերացնում ենք 25 տարվա կտրվածքով։ Դա իր հետևից կբերի լոկոմոտիվի տրամաբանությամբ, քարշակի տրամաբանությամբ բիզնեսի զարգացում, նոր աշխատատեղեր, ներդրումներ
եւ արդեն որակապես այլ մակարդակ։ Հիմա կարող է հարց առաջանալ, բայց ինչպես ենք մենք դա պատկերացնում ենք, պետք է կյանքի կոչվի, դա ակնհայտորեն համապետական խնդիր է։ Բայց մենք գնացինք այստեղ էլ նոր տեխնոլոգիա կիրառելու ճանապարհով, ուրեմն սկսվեց ստորագրահավաք, որը ելի օրենքով սահմանված կարգով է եւ որը վերաբերում է Գյումրու ապագա ավականուն։ Ինչ ենք մենք ասում, մենք սարքել ենք ծրագրի փաթեթը, բայց ասում ենք, քանի որ նախկինում միշտ վերևից է որոշում կայացվել, որ պետք է ազատ տնտեսական գոտի հիմնվի ու ոչ մի բան չի արվել, մենք հիմա հակառակ ճանապարհով ենք գնում։ Մենք այդ ծրագիրը դարձրել ենք ուղերձի մաս, որը պետք է դառնա ապագա Գյումրի ավականու ուղերձ, ոչ թե առանձին ֆրակցիայի, այլ ուղերձ։ Օրենքով սահմանված կարգով դա թույլատրվում է, երբ որ դու որոշման նախագիծ, ինչպես մենք Երևանում արեցինք տրանսպորտի հետ կապված, նույնը արել ենք ուղերձի մասով, փաստորեն Գյումրիում։ Նույն Կարեն Սիմոնյանը, որը նախաձեռնել էր քննարկումները եւ Մայր Հայաստանի քաղաքապետի թեկնածուն է, ինքը նախաձեռնել էր ստորագրահավաք, որը պահանջում էր 1%, որպեսզի հարցը մտնի ապագա ավականու օրակարգ, այսինքն ավականին ուղերձ հղի, որ մենք պահանջում ենք այս ծրագիրը կյանքի կոչել։ Այսինքն դա լոբինգի ձև է, որը ժողովուրդն է անելու։ Այնտեղ պահանջվում էր 1100 ստորագրություն, 1%-ը, որովհետև Գյումրիում գրանցված ընտրողների քանակը 112,000-ի չափի էր հիմա նոր տվյալներով, մոտավորապես 1100-ի չափ ստորագրություն էր պետք։ Մեր ներկայացուցիչները, մեր թիմակիցները հավաքել են 7700 ստորագրություն, այսինքն 7 անգամ ավել, քան պահանջվում է։ Եվ այդ ուղերձը ներկայացվելու է, որպեսզի լոբինգ արվի, որ կյանքի կոչվի։ Կանի այս իշխանությունները շատ լավ չի անի, մենք կարծում ենք, որ չի անի, որովհետև չեն արել արդեն, ուրեմն այլ իշխանություններ դա կանեն, բայց ծրագիրը կա, փաթեթը կա, եւ գյումրեցիներն են արդեն դառնում պահանջատեր։ Սա էական տարբերություն է։ Ոչ թե վերևից ինչ-որ մեկը ծրագիր է դնում, այլ գյումրեցիները ասում են, մենք պահանջում ենք այս ծրագիրը կյանքի կոչեք։ Եվ ռուս գործընկերների հրավիրելը մեր կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ շրջանակներում մենք տեսնում ենք, թե ինչպիսի տնտեսական հնարավորություններ կան, հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում աննախադեպ թվերի ենք հասել տարեկան շրջանառության 12-13 միլիարդ դոլարի չափով։ Սա իհարկե մենք հասկանում ենք, որ պայմանավորված է նաև ուկրաինական այդ SVO գործողություններով, սանկցիաներով, բայց քանի որ դրանք կան, արկա են օբյեկտիվորեն, եւ քանի որ ռուսական ռազմաբազան 102-րդ գտնվում է Գյումրիում, մենք կարծում ենք, որ ռուսական կողմը շահագրգռված պետք է լինի նախ, որպեսզի այն տարածքը, այն քաղաքը, որտեղ տեղակայված է ռազմաբազան, ունենա տնտեսական զարգացում, հաջողություն եւ չհամարվի Հայաստանի աղքատ քաղաքներից կամ շրջաններից մեկը, եւ երկրորդը մենք տեսնում ենք շուկան որպես հիմնական սպառման մեր համար արտահանման Ռուսաստանը, եւ այս առումով դրա համար մենք ներգրավելու ենք ամսի 21-ին Գյումրիում կայանալիք ֆորումին նաեւ մեր ռուս գործընկերներին, դրանք կարող են լինել պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներից, որպեսզի նրանք իրենց մասնակցությամբ եւ իրենց տեսակետներով հարստացնեն մեր նախագիծը եւ նաեւ իրենց առաջարկներով հանդես գան ու նաեւ քննարկում ծավալվի, թե ինչպես դա կարող են կյանքի կոչել։ Հայ-ռուսական հարաբերություններից խոսացինք, տնտեսական հարաբերություններից։ Իսկ ձեր կարծիքով դե դուք եք Դոնեցկ գնացել, Լուգանսկ գնացել, հա, տեղին է խոսալ, ոնց է ձեզ թվում, ինչա պետք է անել մեր հայրենակիցներին, որ այնտեղ են ապրում այսօրվա դրությամբ, ինչպես կարելի է շարունակել իրենց օգնել եւ երկրորդը ընդհանրապես ոնց է գնահատում այսօրվա դրությամբ հայ-ռուսական հարաբերությունը քաղաքական արդեն ոչ թե տնտեսական։ Հայ-ռուսական հարաբերությունները ցավոք սրտի փչացվել են Հայաստանի իշխանությունների կողմից եւ դա արվել է շատ հստակ պլանավորված ձևով։ Հայ-ռուսական հարաբերությունների փչացման գործիքակազմերից մեկն էլ արևմտաթուրքական շրջանակներից ուղղորդվող այն որոշումներ, որը կայացվեց 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, համաձայն որի Արցախը պետք է հանձնվեր, որպեսզի ռուսական խաղաղ առաքելությունը իսպար արդեն բացառվեր։ Դա իհարկե Հայաստանի Հանրապետության շահերի կոպիտ ոտնահարում էր եւ հիմա էլ այդ ամեն ինչ շարունակվում է եւ հայ-ռուսական հարաբերությունները փչացվում են 18 թվականից հետո հետեւականորեն։ Մենք դեմ ենք իհարկե այդ գծին եւ նաեւ մեր Դոնբաս այցելությունը նպատակ ուներ ցույց տալով, որ Հայաստանում բոլորը չէ, որ մտածում են այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն է մտածում եւ մենք հայ-ռուսական հարաբերությունները կարեւորում ենք եւ դրանց ռազմավարական բնույթին տալիս ենք շատ բարձր նշանակություն
Մեր այցը Դոնբաս, ինչպես գիտեք, հումանիտար բնույթ էր կրում, բայց նաև քաղաքական մեսիջ էր պարունակում իր մեջ, նաև աշխարհաքաղաքական մեսիջ, որովհետև մենք գտնում ենք, որ արևմուտքի հետ հարաբերությունները այո պետք է զարգացնել, գործընկերային դարձնել, բայց ոչ ի հաշիվ եւ առավել եւս ոչ ընդդեմ Ռուսաստանի, եւ մեր ուղերձը հենց այնտեղից հղեցինք ու նաև դրանով ցույց տվեցինք, որ մենք էլ այստեղ իրավունք ունենք պայքարելու Արցախահայության վերադարձի իրավունքի համար, որովհետև ամեն մի ժողովուրդ ինքն է որոշում, թե որտեղ ինչպես ապրի եւ ինչ ճակատագիր ընտրի իր համար։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանության գործուն մասնակցությամբ Արցախը հայաթափվեց եւ մենք 120,000 էթնիկ զտված հայերի հետ գործ ունենք այժմ, բայց մենք նրանց իրավունքների համար պայքարը պետք է տանենք եւ Դոնբասից հենց այդ ուղերձը հղելը նաեւ ռուսական լրատվամիջոցների օգնությամբ հենց այդ նպատակը ուներ մեր կողմից հումանիտար մասով մենք համապատասխան միջոցներ ենք տարել հիվանդանոցներին, երեխաներին եւ այնտեղ նաեւ լայն հանդիպումներ, ինտենսիվ հանդիպումներ ունեցանք Դոնեցկի եւ Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ հայ համայնքը բավական խորը ինտեգրված է տեղական կյանքի մեջ եւ իրենք շատ ակտիվ անդամներ են Լուգանսկում ընդհանրապես մենք տեսանք, որ Լուգանսկի հայ համայնքի ղեկավարը նաև պետական համակարգերում է ներկայացված, հանրային համակարգերում է ներկայացված եւ ազգային փոքրամասնությունների գծով համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչ է եւ բավական ակտիվ շփումների մեջ է տեղական իշխանությունների եւ ռուսների հետ։ Այս առումով մեր կապերը խորացվել են, մենք նաեւ դեկտեմբերի վերջին նոր տարու հետ կապված որոշակի աջակցություն ենք ցուցաբերել, այնտեղ պայմանավորվել են կրթական մշակութային համատեղ պրոյեկտներ իրականացնել այն կառույցների հետ, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի եւ Ռուսաստանի համար նոր տարածքների հետ կապված եւ մենք կարծում ենք, որ տեսակետները պետք է հստակ հայտարարել այս մասով, եթե մենք տեսնենք, որ Արցախահայության խնդիրները կան, ուրեմն պետք է նաև մեր տեսակետները հստակ հնչեցնենք նաև Դոնբասի մասով։ Այս առումով այս ես կարծում եմ հաջողված էր եւ բավական բարձր ընդունելության արժանացավ, մանավանդ մենք այնտեղ բազմաթիվ շփումներ ունեցանք լրատվամիջոցների հետ, որոնք հարցադրումներ էին հնչեցնում Հայաստանի հետ կապված, թե իբր Հայաստանը օժանդակում է զենքով եւ զորքով Ուկրաինային, այդպիսի ֆեյք լուրեր էին տարածվում, մենք տեղում հերքում էինք բնականաբար եւ մեզ ավելի էին վստահում, որովհետեւ շատ լավ գիտեին, որ մենք արմատական ընդդիմություն ենք Հայաստանի գործող իշխանության եւ եթե մենք ենք հերքում այդ հանգամանքը, ուրեմն դա այդպես է եւ այս առումով ադրբեջանական քարոզչության դեմ այդ մասով ինչքանով որ կարողացանք մենք դեմն առանք Ես կարծում եմ, որ Հայաստանի այսօրվա քաղաքականությունը արմատական վերափոխման պետք է ենթարկվի եւ այս իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են եւ նույն հայ-ռուսական հարաբերությունների մասով մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր անվտանգային համակարգը փլուզումների չի ենթարկվի եւ այս առումով Գյումրիում հենց այն ինչ որ մենք միջոցառում որ կազմակերպում ենք նաեւ ուղղված է դրան, որպեսզի ամրապնդենք հայ-ռուսական կապերը, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները եւ կարծում ենք, որ գյումրեցիների համար էլ դա շատ հուսադրող քայլ կլինի այն առումով, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում տնտեսական առումով հետաքրքրություն ներկայացնել, իհարկե համապատասխան քաղաքականության դեպքում ազատտնտեսական գոտին ավականու ու լուծելիք հարցը չէ, բայց ազատտնտեսական գոտու ծրագիրը շատ կարեւոր է ռազմավարական եւ հերանեկարային զարգացման առումով եւ եթե իշխանությունը փոխվում է, մենք արդեն պարտավորություն ենք վերցնում գյումրեցիների առաջ, որ այդ ծրագիրը կյանքի կոչենք։ Հարցեր կան, եթե չկա, այն ժամանակ շնորհակալություն, գործային հաջողություն։ Ձեզ եմ շնորհակալ շատ։